Մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են։ Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու մայրաթորի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով։ Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհանուր միջև առանձնապես ծանր որպես հանցագործություն 10-ից 15 տարի ժամկետով։ Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել ու քրեական օրենսգրքից հոդվածներ պնդում է Արծվիկ Մինասյանը։ Ի պաշտոնե Փաշինյանը ստորագրել է վերջին հայտարարության տակ, ինչը նշանակում է ի պաշտոնե խառնվել եկեղեցու ներքին կյանքին, մինչդեռ սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց։ Սահմանադրության կոնկրետ 6-րդ հոդվածի առաջին մասը, որտեղ ասում է, որ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք կարող են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքով, չունենալով նման լիազորություն, փաստացի դադարեցրել է Նիկոլ Փաշինյանը սահմանադրության այս 6-րդ հոդվածի կատարումը, ինչը հավասարազոր է քրեական օրենսգրքում ամրագրված սահմանադրական կարգը տապալելու։ Ինչ է արել Փաշինյանը, որ օրենք է խախտել, զարմանում է իշխող կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը։ Ոչ տարբեր եկեղեցականների նշանակելու հետ կապված խառնվում է վարչապետը եւ իշխանական վերնախավը, ոչ ֆինանսական բաշխումներին է խառնվում, իրենց ներքին գործերի չի խառնվում։ Ընդհանրապես ասվում է, որ այս մարդը չպետք է ի սկզբանե չէր էլ կարող լինել կաթողիկոս եւ պետք է հավաքվեն եւ այս հարցերը լուծեն։ Արծվիկ Մինասյանը մանրամասնում է քրեական օրենսգրքից միայն Փաշինյանը հետևողականորեն խախտում է 209 եւ 441 հոդվածները, չարաշահում է պաշտոնական լիազորություններն ու խոչընդոտում կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանի արածը ոչ միայն իր լիազորությունների անցում է նշանակում, այլ նաեւ ունի կոնկրետ բովանդակություն քրեական օրենսգրքում ամրագրված, ընդ որում մի քանի հոդվածներով։ Պատգամավոր Հակոբյանը Փաշինյանի խախտումները նկատող ու դրանց մասին բարձրաձայնող իրավաբաններին ու սահմանադրագետներին չի վստահում, նրանց համարում է ընդդիմադիրների դաշնակիցը ու մտավախություն չունի, որ մի օր իրենց առաջնորդը դատարանի առաջ կկանգնի։ Չի կարող կանգնել պատասխանատվության առաջ, որովհետև ես էլի ասացի, կամայական կերպով է մեկնաբանվում սահմանադրությունը եւ դուք լսում եք այնպիսի այսպես կոչված սահմանադրագետների կամ իրավաբանների, որոնք էլի ասացի, որ դիմադիրների ցույցերի ակտիվ մասնակիցներ են եւ քաղաքական հայտարարություններ են դրանք, ոչ թե անկախ փորձագետի մեկնաբանություն սահմանադրությանը։ Փաշինյանը ոչ միայն քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքն է կատարում, այլ կոչ է անում թիմակիցներին միանալ իրեն, շեշտում է պատգամավոր Մինասյանն ու հիշեցնում Փաշինյանի այս ուղերձը։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում երբ որ պատարագի են մասնակցում եւ հնչում է Կտրիչ Ներսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ինքը իր գործողություններով, այդ թվում նաեւ կազմակերպելով, հորդորելով, քարոզելով կրոնական կազմակերպության տվյալ դեպքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների նաև ու ներքին կանոնակարգի դեմ ուղղված գործողություններ փաստացի իրականացրել է նշված հանցագործությունները։ Նիկոլ Փաշինյանի կոչին թերևս ամենաակտիվը հետևում է Թալինի ՔՊԱ-ական համայնքապետը։ Տավրոս Սափեյանը Փաշինյանի հովանուտակ անցած կարգալույծ քահանայի հետ դեկտեմբերի 31-ին խոչընդոտել են նռնորնեքի արարողությունը։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում թույլ չեն տվել, որ եկեղեցու հոգևոր հովիվը ծեսը կատարի։ Բացի դրանից ՔՊԱ-կանը պահանջել է, որ Սուրբ Ծննդյան պատարագին իրեն խաչքավոր ներկայացնեն։ Տավրոս Սափեյանի արարքի մասին որպես հանցագործության ահազանգեց Արագածոտնի թեմը։ Իրավապահները դրան արձագանքեցին։ Եկեղեցու քահանան ուզում ամոթի ծես կատարի, խոչընդոտում են, դուք էլ եկեք անունից։ Երեք էլ ՔՊԱ-կանի թիմը նախկին քահանայի հետ խոչընդոտեց Սուրբ Ծննդյան պատարագը։ Եկեղեցու հոգևոր հովին դարձյալ չթողեցին ներս մտնել խորան բարձրանալ։ Այսինքն ծանր հանցագործություն է, որտեղ 209 հոդվածը միջին ծանրության է նախատեսում, այս դեպքում ծանր հանցագործություն է, որտեղ իր լիազորություններն ակնհայտորեն վերազանցել է այս անձնավորությունը։
Համոզված է իշխանափոխության դեպքում եկեղեցու դեմ պայքարին լծված Փաշինյանը այս գործում իր ակտիվ թիմակիցներն ու անգործության մատնված իրավապահները պատժվելու են։ Որևէ անձի հետ կապված, որևէ անձի վարքագծի հետ կապված կարելի է հայց ներկայացնել եւ եթե վարույթ ընդունվի կքննվի, եթե ոչ։ Կուսակցի արարքի մասին իշխանական падգամավոր Հակոբյանը չի ուզում գնահատական տալ, դա թողնում է իրավապահներին։ Քննչականն արդեն Ազատությանը ասել է, հրապարակային հայտարարության հետքերով չեն գնում, պատշաճ հաղորդում են պահանջում, իսկ գլխավոր դատախազությունը, որ հայտարարության հետքերով կարող է գնալ ու որոշել ընթացք տալ կամ ոչ, Ազատության հարցերին դեռ չի պատասխանել։